Մեկը փագա, մեկը բացա, մեկը զանգում են գյուղացուն հասարակ, ասում ես սուբսիդիա չի տալեմ, դրա համար խաղը չեմ ընդունում, փագում եմ, բայց եղավ։ Չնայած կառավարությունը մի քանի ծրագրերով աջակցում է խաղողագործներին ու գործարաններին, որ մթերման գործընթացը չընդհատվեր, այդուհանդերձ մի շարք գործարաններ այդ աջակցությունից չեն օգտվել։ Որոշներն էլ մթերման սեզոնի ընթացքում դադարեցրել էին խաղողի ընդունումը։ Մենեն մեկն ասում է, գիտես ինչ կա, այն զավոդը վերցում է, էսի չի վերցում մենակ, այն մյուսը, ձենի տված Զավոդները կոպիտ ասածը դենց է կարում, ձենի տված մի օր երկու օրվա մեջ դնում են փագում։ Գյուղացին, որը չցանկացավ տեսանկարահանվել, պատմեց ՄԱՊ գինու կոնյակի գործարանի հետ պայմանագիր ուներ, բայց ասել են դադարեցնում են մթերումը։ Ամենամեծ մթերողներից մեկն է ՄԱՊ-ը, ես այնտեղ պայմանագրեր ունեի, բայց հələ չսկսած մթերելը սեփականատերերը որոշեցին փակել։ Ասում է պետությունը չի ֆինանսավորում, պետությունն էլ ասում է իրանք չեն դիմում, սենց մեկի վրա գցելով։ Կառավարությունը խաղողի մթերման վարկային ծրագրով ոչ միայն 50% գրավի երաշխիք է տրամադրում գործարաններին, այլև վարկերի տոկոսադրույքի 9%-ն է սուբսիդավորում։ Այդուամենայնիվ ՄԱՊ գինու կոնյակի գործարանի դեպքում սեփական գրավն ու կառավարության 50% երաշխիքը միասին չեն բավարարել, որ բանկը վարկ տրամադրի։ Գործարանի տնօրեն Մակար Պետրոսյանն Ազատությանն ասաց, կարողացել են միայն պլանավորած քանակն ընդունել ու դադարեցրել են մթերման գործընթացը, բայց հիմա ըստ նրա ֆինանսական խնդիրները լուծված են։ Պատրաստ են եւս մոտ 2500 տոննա խաղող ընդունել, բայց ավելին ոչ։ Գյուղացիներ կան, որ առաջի փուլով երբ որ մենք խնդիր ենք ասել, որ խնդիր կա, այդ ժամանակ արդեն այլ գործարաններ փորձել են հանձնել։ Այս պահին, եթե կա գյուղացի, թող բերի, ես իր խաղողը նորից կվերցնեմ։ Մենք ընդհանուր մթերելու ենք 16500 տոննա խաղող։ 25 թվականի մեր մթերումը կազմում է 2.3 միլիարդ, որից որ 350 միլիոնը ամենավերջում ենք մենք ավելացրել։ Պետրոսյանն ասում է, այս տարվա արտահանման խնդիրներն են ստիպել, որ ավելի քիչ խաղող մթերեն։ Երեկ մեզ հանդիպած գյուղացիները պատմում էին, որ Արմավիրի մարզում մեկ այլ խոշոր ընկերություն Մուլտիգրուպին պատկանող Նոյ գործարանն էլ է դադարեցրել մթերումը։ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող գործարանից Ազատությանը փոխանցեցին, պլանավորած ամբողջ ծավալն ընդունել են գործող ամենաբարձր գնով 1 կիլոգրամը 150 դրամ ու ավարտել գործընթացը։ Իսկ մթերումը սկսել են սեպտեմբերի 18-ին, ավարտել հոկտեմբերի 5-ին։ Այդ օրերի ընթացքում օրական միջինում 500 տոննա խաղող է գործարանը մթերել։ Պնդեցին, իրենց այդ պայմանագիր ունեցողների բերքը մթերել են, գումարն էլ մինչև վերջ վճարել։ Կառավարության վարկային ծրագրից էլ չեն օգտվել, որովհետև դրա կարիքը չեն ունեցել։ Այսօր առավոտյան էլ էկոնոմիկայի նախարար Պապոյանն ազդարարեց, հաջողությամբ ավարտում են խաղողի մթերումը։ Ըստ նախարարի, եթե նախորդ տարի այս ժամանակահատվածում մթերվել էր 160,000 տոննա խաղող, ապա այսօր այդ թիվն արդեն 192,000-ին է մոտենում։ Ամբողջ անցած տարի մթերվել է 164,000 տոննա, իսկ այս տարի ընդհուպ մինչև 196-97 հազար տոննա կարող է մթերվել։ Առհասարակ մոտավորապես մնացել է տեխնիկական սորտերից մթերելու մոտ 3000 տոննա եւ մի փոքր էլ կլինի նաեւ խաղողի սեղանի սորտեր, որոնք կմթերվեն։ Գինու ազգային կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով կառավարության աջակցության ծրագրերը կարևոր են, բայց դրանք չեն կարող ամբողջությամբ մեղմել արտահանման խոչընդոտների հետևանքները։ Նրա համոզմամբ Ռուսաստանը դիտավորյալ է բարդացրել հայկական ալկոհոլի մուտքը իր շուկա, այդպես արձագանքելով Հայաստանի դեպի Եվրոպա միտված քաղաքականությանը, իսկ Վրաստանն էլ իր հերթին ավելացրել է վերահսկողությունը, կրկնապատկելով վարորդների խնդիրները։ Կառավարությունը պետք է սուբսիդավորված փողերը ուղարկի ինովացիոն տեխնոլոգիաների մեջ։ Մենք դեռ չենք կարողանում դուրս գալ դրսի շուկաներ։ Պետությունը պետք է սուբսիդավորված գումարները ուղղի ինովացիոն տեխնոլոգիաների մեջ, խաղողը փորձի այդ նույն ինովացիոն տեխնոլոգիաներով ուղղել դեպի գինի։ Որտեվ մեկ շիշ գինուց դուրս ստանում ես նվազագույնը $1 եկամուտ, մեկ շիշ կոնյակից ստանում ես նվազագույն 10 ցենտ եկամուտ։ Նախորդ տարվա համեմատ այս տարվա խաղողի ընդհանուր բերքը 20%-ով աճել է։ Այդքան ինչպես գործարաններն ընդունեն ու մթերեն ստացված գինին ու կոնյակը որտեղ վաճառեն, եթե արտահանման խնդիրները չեն լուծվել, ասում է ոլորտի փորձագետը։ Խնդիրը սպառման մեջ է, սպառում չկա։ Այդքան հիմա ռեսուրս չունեն թորելու, սպիրտ ստանալու, սպիրտը պահելու տեղ չունեն։ Նման սիտուացիան Եվրոպայի կամ այլ երկրների համար նորություն չի։ Սուբսիդավորում են վառելիք ներկրողներին, որպեսզի իրենք կարողանան ներսից վերցնել սպիրտ, խառնել վառելիքին եւ ունենալ բենզին։ Կառավարությունը եթե բարի կամք եւ պրոֆեսիոնալիզմ ունենա, ամբողջ խաղողի ավելցուկը կուղարկի բենզին։